Լավ, շարունակենք մեր Դանիելի մարգարեության ուսումնասիրությունը։ Շատ հետաքրքիր հատվածի ենք հասել։ Չգիտեմ, որ հատվածներ որ հետաքրքիր չէ, բայց ամեն դեպքում այս շատ բեկումնային կետ է 7-րդ գլուխը։ Հիշում եք 6-ա Դանիելը երբ որ փրկում է առյուծների գուբից, այդ գլուխը վերջացրեցինք։ Հիմա հասել ենք մի բաժնի, հա, մի սեկցիայի, որտեղ խոսքը գնում է ոչ թե արդեն պատմական իրադարձությունների մասին, այլ Դանիելի տեսիլքներն է նկարագրվում։ Այս առիթով պետք է մի քանի բան ասեմ, մինչև կկարդանք։ Դանիելի երկրորդ կեսը բնականաբար ավելի դժվար է, հա, ու սա պետք է տեսնել որպես Աստծո ծրագրի մի մասը։ Ինչպես ասում էր Օգոստինոսը, ասում էր Սուրբ Գիրքի պարզ հատվածները հագեցնում են մեր քաղցը, իսկ բարդ հատվածներն էլ մեր ախորժակը գրգռում են։ Ու բնականաբար Աստվածաշունչը ունի ավելի հստակ հատվածներ, ավելի խորը հատվածներ նաև, որոնք որ խթանում են մեր փնտրտուքը։ Ու այդ դժվարությամբ գտնված ճշմարտությունը ավելի մեծ ուրախություն է բերում ու այդպես մեր հոգին Օգոստինոսի խոսքերով ոչ մնում է սոված, ոչ էլ ծուլանում է։ Հա, դու քո կերակուրը ունենում ես ու փնտրտուքի համար էլ կան հատվածներ, որ դու կարող ես ամբողջ կյանքիդ ընթացքում մտածել, քննել եւ շարունակել աճել հոգեվոր հասունության մեջ։ Ու մենք եթե այսպես կարճ ամփոփենք Դանիելի առաջին հատվածը, 1-ից 6-րդ գլուխներն էին, պարզ էին համեմատաբար իրենք, պատմություններ էին, հիշվող էին, շատերը մեզ մանկությունից ծանոթ էին, հա, տարբեր թեկուս մուլտֆիլմերում, ինչ որ պատկերավոր, հա, պատմություններ են եղել, բեմադրություններ են եղել, այս բոլոր պատմությունները մեզ հոգեհարազատ են։ Ու այս հատվածը արդեն մեզ կսկսի տեսիլքներով մարզել հոգեորապես։ Եվ որ մենք պետք է արդեն մեր բանականությունը շատ լարենք, միացնենք մեր ուշադրությունը ու փորձենք հասկանալ, թե ինչ աստեղ Աստծո խոսքը մեզ ուզում ասել։ Ու եթե հիշում եք, ովքեր ընթերցել են ամբողջ գիրքը, մենք կհասնենք այդ հատվածին, Դանիելը ուշագնաց է լինում ուղղակի այդ բաների մասին մտածելուց։ Ու այն աստիճանի է ինքը մտածում, ինչ է կատարվում, այնքան է ինքը լարում իր ուշադրությունը, որ ասում է հիվանդացա։ Սա շատ հետաքրքիր է։ Ու մարդիկ շատ անգամ չեն սիրում sense ջանք թափել։ Հեշտ հատվածները կարդում են ու վերջ։ Երբ որ գալիս է դժվար հատվածներին, սկսում են արդեն խուսափել, բայց սա ճիշտ չի, որտեղ ամբողջ գիրքը մեր Աստծո խոսքն է, ու պետք է ուսումնասիրենք։ Ու այս երկրորդ հատվածի մասին էլ ինչ կարանք ասենք, որ գլխավոր թեման մնում է նույնը, չնայած նրան, որ ոճը փոխվում է, բայց նույն թեման է, այսինքն Աստծո թագավորության գերակայությունը, հա, պատմության վրա։ Ու այս մարգարեությունները ոչ միայն տրված են ապագան հայտնելու համար, այլ նաև մեզ, այսինքն սրբերին կոչ են անում տոկունության, հա, մեզ ցույց են տալիս աշխարհի պատկերը, թե ներկա թե գալիք ու մեզ կոչ են անում, որ մենք հաստատ մնանք մեր հավատքի մեջ։ Ինքը մենակ կարճ ասած հետաքրքրությունը բավարարելու համար չի, թե ապագայում ինչ է լինելու։ Ինքը նպատակ ունի, որ դա հավատացյալների տոկունությունն է։ Աստված այս կերպով է իրաններին պահում իր խոսքի մեջ։ Ու ինչպես ասում է Հիսուսը, որ մինչև վերջ համբերի նա կփրկվի կամ կապրի։ Ու Դանիելի երկրորդ կեսը մեզ հիշեցնում է, որ թեև ճանապարհը կարող է դժվար լինել, ինչպես կտեսնենք, Աստծո թագավորությունը հավիտենական է եւ իրականում չի ձախողվելու։ Ու գրքերս երկրորդ մասի կառուցվածքը էլի հետաքրքիր է, բաղկացած է 4 տեսիլքներից։ Մենք ընթացքում տեսնելու ենք 4 տեսիլքներ, որոնք ներկայացված են էլի ժամանակագրական հերթականությամբ, բայց մի հետաքրքիր բան կա։ Նախորդ 6 գլուխների հետ իրենք համընկնում են։ Ու 7-8 գլուխները Բաղդասարի առաջին ու երկրորդ տարիներն են։ Եթե մենք կարդանք, հա, գլխի բացումը կտեսնենք դա։ Տեղավորվում են դրանք 4 եւ 5-րդ գլուխների մեջ, հա, այսինքն 7-ն ու 8-ը տեղի ունենում 4 ու 5-րդ գլուխների ժամանակահատվածում։ 9-րդ գլուխը տեղի ունենում 6-րդ գլխի ժամանակահատվածում։ Իսկ 10-ից 12-րդ գլուխները, հա, ժամանակագրորեն ամենաուշ տարեթվերն են, շատ մեծեր են տեղ արդեն Դանիելը։ Լավ, ինչ ենք տեսնում առաջին 6 գլուխներում ներկայացված են պատմական դեպքեր, արդեն նշեցինք, ու Դանիելը երրորդ դեմքով էր շատ անգամ նկարագրվում, պատմական էր։
Ստեղ ինքը առաջի դեմքով արդեն նկարագրելու է իր տեսիլքները, թե ինչ է տեսել, հա, ու այս տեսիլքները բնույթով պատմականորեն ստուգելի չեն, մենք թե բաբելոնական արձանագրությունների շատ անգամ կամ պատմիչների ակնարկներ ենք անում, օրինակ թագավորների ինքնությունը պարզելու համար։ Ստեղ այլևս չենք կարող անել, որովհետև խոսքը տեսիլքների մասին է արդեն, ու ընթերցողը հանդիպում է խորհրդապատկերների, հա, ակնարկների, գաղտնաբառերի, թվերի, որոնք դարերի ընթացքում բազմաթիվ մեկնությունների տեղիք են տվել։ Բայց մենք չպետք է վախենանք սրանից։ Մեկնությունները ճիշտ է բազմազան են ու ես հավատում եմ, որ դա մեղքի պատճառով է, որ մարդիկ չեն կարողանում քրիստոնեական աշխարհում գան կոնսենսուսի, դա մեր մարդկային հասկացողության սահմանափակությունն է, բայց ամեն դեպքում եթե Աստված մեզ ադամական անկումից հետո տվել է այս խոսքը, նշանակում է, որ մենք պետք է անենք այս առաջադրանքը, որ Օգոստինոսի բառերով հա մարզում է նշանակում։ Ու քանի որ այս գլուխները բարդ են, երկու ծայրահեղություն կա, մարդիկ կան, ասում են եկեք ավելի ապահով հատվածների վրա կենտրոնանանք, հեշտ հատվածների ու անտեսում են սրանք։ Մարդիկ էլ կան օր ու գիշեր մտածում են, թե ոնց է ժամանակագրությունը կպտում հայտնությանը, հետո մի խոսքով իրենք օր ու գիշեր մտածում են վերջի բաների մասին, ամենավերջի բաների մասին։ Ու դրանով թողնում են իրանց ներկա կյանքում քրիստոնեական պայքարը ու մնացած այն ճշմարտությունները, որ Աստծո խոսքը ասում է։ Ու պետք չի այսպիսի անհամաչափ ուշադրություն դարձնել։ Ու մենք այս երկու ծայրահեղություններից էլ պետք է փորձենք խուսափենք։ Եթե մենք նայենք 7-րդ գլխին որպես միացում, շատ հետաքրքիր կլինի։ 7-րդ գլուխը միացնում է գրքի առաջին մասը երկրորդին։ Ակնարկներ կան երկրորդ գլխից, դա առաջի կապն է, առաջի 6 գլուխների հետ։ Երկրորդն, որ ինքը շարունակում է գրվել արամերենով։ Թեմատիկորեն շատ նմանություններ կան երկրորդ գլխին։ Ու հետագա գլուխներն էլ ոնց որ զարգացնում են այս 7-րդ գլխի տեսիլքի որոշ մասեր մենակ։ Օրինակ 8-րդ գլխում խոյի ու քոշի տեսիլքը երկուսն է զարգացվում, բայց այստեղ 4-ը կենդանու մասին է խոսում։ Այսինքն այստեղ մի հատ ընդհանրական պատկեր է տալիս, որ կապ ունի թե գրքի առաջի հատվածի հետ, թե իրանից հետո հա գալիք այդ գլուխների հետ։ Ու գլխավոր падգամը էլ եմ ասում, չի փոխվում, հա, գլխի հիմնական падգամը հստակ է, պարզ է, չնայած նրան, որ մեկնաբանությունները բազմազան են։ Նախորդ այս էլ նշեմ, որ ես ուզում եմ չեմ կարող բոլոր տեսակետներին մեր կարճ ժամանակում անդրադարձանել, որոշները, հա, այն ամենահայտնիները հապանցիկ անդրադարձ կանեմ, ինչ մեկնություններ կան, հա, տվյալ հատվածի հետ կապված, ինչքանով որ ես տեղյակ եմ։ Ու падգամը պարզ է, Բարձրյալը թագավորում է երկնքում ու երկրի վրա։ Ու նրա իշխանությունը թեև ունի ինդիմություն այս աշխարհում, որը շատ անգամ այո, գազանային է, սարսափելի է, երբեմն կարող է հաղթական լինել, բայց իրականում Աստված ամբողջ ժամանակ վերահսկում է պատմությունը։ Մեզ 7:26-ը սա ասում է, ասում է, բայց Ատյանը պիտի նստի եւ նրա իշխանությունը պիտի վերցնեն, որպեսզի իսպառ ոչնչացնեն ու կործանեն։ Տեսնում ենք, որ Գազանի իշխանությունը վերջիվերջո խլվում է իրանից։ Ու եթե մարդը ըմբռնում է այս ճշմարտությունը, արդեն ստանում է պատմության բանալին։ Մարդիկ ասում են, օրինակ, ինչ է նշանակում այսքան, հա, եղջյուրները, որոնք են փորձում են կայսերների անուններ տալ։ Մի խոսքով, մեկնաբանությունները տարբեր են, բայց եթե դու այս ճշմարտությունը հասկանաս, գլխավոր թեման, ընդհանուր պատկերը քո համար հասկանալի կլինի։ Ու մենք կհասկանանք, որ Աստծո ձեռքում է պատմությունը ու ինչ էլ որ տեղի ունենում, իր ժողովուրդը ապահով է։ Սա է իր ասելիքը։ Ու նրանք, ովքեր աղոթում են անկեղծորեն, որ թող որ գա քո թագավորությունը, իրենք իրենց կյանքը միացնում են Աստծո այդ մեծ գործին ու իրենց իսկական ինքնությունը գտնում են դրա մեջ։ Ու մենք այս ասելով արդեն կարող ենք անցնենք մեր տեսիլքին։ Ժամանակը, ինչպես արդեն նշեցի, այս առաջինը Բաղդասարի առաջի տարում է տեղի ունենում 552-51 թվականներին։ Հիշում եք, չէ՞, Տիղծ թագավորը, որ փորձեց իր խնջույքի ժամանակ աստծոանոթները օգտագործել, իր իշխանության օրոք է տեղի ունենում։ Դանիելի գերությունից ավելի քան 50 տարի անց։ Մեծ մարդ էր արդեն Դանիելը։ Բայց փաստորեն ստացվում է, որ Աստված անգամ իր իմաստուն ծառաներին ամբողջ ճշմարտությունը մի անգամից չի հայտնում։ 50 տարի անցել էր իր գերությունից, երբ որ այս տեսիլքները եղավ։
Եկեք կարդանք առաջին համարները, երևի 9-րդ համարը մինչև կարդանք, այսօր որ հասցնենք, էլի ուսումնասիրենք պատշաճ կերպով սա գլուխը 1-ից 9 7-րդ գլխի։ Հա, թող լինի, բայց չենք անդրադառնա։ Դանիելի 7-րդ գլուխ Բաբելոնի Բաղդասար թագավորի առաջին տարում Դանիելն իր անկողնում երազ տեսավ և իր գլխում տեսիքներ։ Հետո գրեց երազը և սկսելով խոսքը ասաց. Դանիելն ասաց. Գիշերը տեսիքի մեջ տեսնում էի, որ ահա երկնքի 4 կողմերը հարձակվում էին մեծ ծովի վրա, և 4 մեծ գազաններ ելան ծովից, մեկը մյուսից տարբեր։ Առաջին նայրուցի պես էր, և արծվի թևեր ուներ։ Մինչ նայում էի նրա թևերը փոխվեցին, և նա վերցվեց երկրից, և մարդու պես երկու ոտքերի վրա կանգնեց, և մարդու միտք տրվեց նրան։ Եվ ահա մի ուրիշ գազան, երկրորդը արջի նման, մի կողմի վրա կանգնեց, և կողքի 3 ոսկոր ուներ բերանում, պատանների մեջ։ Եվ այսպես ասացին նրան. վեր կաց շատ լիս լապիր։ Ապա նայում էի, և ահա մեկ ուրիշ ինձ նման, որի մեջքին թռչնի 4 թևեր կային, և գազանը 4 գլուխ ուներ, և նրան իշխանություն տրվեց։ Սրանից հետո գիշերվա տեսիքներում տեսա ահա մի 4-րդ գազանի, ահեղ, սոսկալի և չափազանց հզոր։ Նա երկաթե մեծ ատամներ ուներ, ուտում էր և փշրում, ու մնացածը ոտքերով տրվում։ Նա տարբեր էր իրեն նախորդող բոլոր գազաններից, և 10 երջուր ուներ։ Ես ուշադրությամբ նայում էի այդ երջուրներին, և ահա մի ուրիշ փոքր երջուր դուրս ելավ նրանց մեջ, և առաջվա այն երջուրներից 3-ը տրվեցին նրա առաջից։ Ահա մարդու աչքերի պես աչքեր կային այդ երջուրի վրա և մեծախոս բերան։ Մինչ նայում էի, գայել տեղադրվեցին, և ինագունցը բազմեց։ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, իսկ նրա գլխի մազը մաքուր բրդի պես։ Նրա գահը կրակի բոց էր, նրա անիվները վառված կրակ։ Ու գլուխը մենք տեսնում ենք սկսում է այս 4 կենդանիների նկարագրությունով։ Առաջինը մենք տեսնում ենք, որ Դանիելը ասում է, որ Բաղդասար թագավորի առաջին տարում երազ տեսավ ու իր գլխի տեսիլքները, հա, այսինքն ինքը մեկնում է, թե ինչ էր ասում այդ երազ բառով։ Մարդկային երազի մասին չի խոսքը։ Այս երազ տեսավ, այսինքն իր գլխի տեսիլքները։ Սա, հա, խոսում է այն բանի մասին, որ Դանիելը գրի է առնում երազը, որպեսզի հայտնի լինի ուրիշների համար ու ցույց է տալիս, որ դա սովորական երազ չի, այլ աստվածային հայտնություն էր։ Ու տեքստը նշում է, որ նա փոխանցեց խնդրի էությունը, այսինքն հստակ ասեց ինչ որ հիմնական բովանդակություններ։ Ու ինչ էր հիմնական բովանդակությունը։ Մենք տեսնում ենք, որ ասում է 4 քամիներ կային, հա, 4 քամիներ հարձակվում են ծովի վրա։ Հենց միանգամից սկսվում է այս խորհուրդներով, հա, տեսիլքներով ու, չգիտեմ, այս կերպերով խոսակցությունը։ Ու ասում է, տեսնում էի, որ ահա երկնքի 4 կողմերը հարձակվում էին մեծ ծովի վրա։ Կարա այս մեծ ծովը խորհրդանշի, այս խորհրդանիշ բառը շատ ենք լսելու այս պահից սկսած, որտեղ իրականում հա ամբողջը սա խորհրդապատկերներ են։ Կարա լինի միջերկրական ծովը, որ հա այդ տարածաշրջանում Պաղեստինյան կոնտեքստում հիշեք, Դանիելը հրյա էր, հա, իրենց կոնտեքստում դժվար Գալիլեայի ծովը լիներ, հա, որտեղ չափերով ավելի փոքր էր։ Ասում եմ մեծ ծովի վրա հնարավոր է, բայց կարա ուղակի ինքը տեսիլքով տեսնի sense մի հատ մեծ ջրային զանգված։ Պարտադիր չի ինքը իր տարածաշրջանը տեսնի։ Ինչ որ ջրային զանգված է տեսնում մեծ, որի վրա հարձակվում են 4 քամիներ։ Մեզ մնում է հասկանանք այս 4 քամիները ինչ են։ Չնայած ասեցինք էլ ծովը ինչա խորհրդանշում, դա էլ կասենք, բայց մենք շատ մարգարեական գրականության մեջ ակնարկներ ունենք, չէ՞, ծովը ինչա։ Օրինակ հիշում եք հայտնության վերջում, երբ որ ասում է, որ այլևս ինչ չկար, ծով չկար։ Հետաքրքիր է, ինչի համար էլ ծով չկար նոր երկրում, ինչ խորհրդապատկեր ունի այդ արտահայտությունը։ Եզեկիելի մեջ կա շատ ծովի մասին խոսակցություններ, Եսայիա մարգարեությունը, Սաղմոսները, ինչ է ընդհանրապես ծովը խորհրդանշում։ Հիմա կասենք, բայց 4 քամիների մասին պետք է հասկանանք 4 թվի խորհրդաբանական իմաստը։ Եթե մենք նայենք կողմնացույցին 4-ը ուղղություն կա, չէ՞։ Ու
4 ուղղությունները երկրագնդի 4 կողմերն են, չէ, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Խորհրդանշումա ինչ։ Ամբողջ երկիրը։ Հա, ոնց որ ասես ամբողջ երկրագունդը, բայց ավելի sense մանրամասն տերմինների բաժանած, եթե վերցնում ենք կողմնացույցը։ Մայր որ ասում է 4 քամիներ, ես հասկանում եմ, որ ի նկատի ունի ամբողջ երկրից, հա, 4-ը ես այստեղ դրա համար եմ ասում, որպես խորհրդաբանական եմ վերցնում, այսինքն ամբողջ աշխարհը։ Ու ավելի հետաքրքիր է մի հատ ուրիշ բան։ Երբ որ 4 քամիները հիշատակվում են, սա միակ տեղը չի 4 քամիների հիշատակության։ Հրեշտակներն էլ իրենց հետ են հիշատակվում։ 4 քամիներ, հրեշտակներ իրար մոտակայքում, հա, մենք տեսնում ենք։ Օրինակ, Մատթեոս 24-ում, երբ Քրիստոսը ուղարկում է իր հրեշտակներին, որ իրենք 4 քամիներից հավաքեն իր ընտրյալներին, ճիշտ է։ Կամ երկրի 4 կողմերից հավաքեն, կամ ամբողջ աշխարհից հավաքեն իր ընտրյալներին, ինչ տարբերություն։ Նշանակում է, որ ամբողջ աշխարհից իր ընտրյալներին ուղարկում է հրեշտակներին հավաքելու, չէ՞։ Ոչ մեկ չի կասկածում, որ այդտեղ այդ 4-ը, հա, ամբողջ աշխարհը նկատի ունի։ Դա համար պետք չի բարթացնել, որ պարզ բանենք, տեղից էլ ամեն ինչ բարթանալու է։ Ու Հայտնություն 7:1-ում ասում է դրանից հետո տեսա 4 հրեշտակ, էլի քամիների մոտ են հրեշտակները գտնվում։ 4 հրեշտակ, որոնք կանգնած են երկրի 4 անկյուններում։ Հիմա երկիրը հո քառակուսի չի, եթե սենց նայենք հարցին։ Երկրի 4 անկյուններումը ո՞րն է, այսինքն ամբողջ երկրում, հա, իրանց իշխանությունը այդ հրեշտակների տարածում էր ամբողջ երկրով մեկ։ Պահելով երկրի 4 քամիները, պահում էին, որ քամի չփչի։ Ինչ որ բան էին պահում, դա հայտնության ստեղծողության ժամանակ բան կանենք, հիմա չանդրադառնանք։ Ու երկնքի 4 քամիները ինչ կարող են լինել, կարող են լինել ուժեր, որոնք Աստված օգտագործում էր վերահսկելու ու նույնիսկ ոչնչացնելու համար։ Եթե մենք կարդանք Երեմիա 49:36-ը, կարող եմ մեկը բացել Երեմիա 49:36-ը։ Մենք կտեսնենք այնտեղ, էլի հատվածներ կա, ուղղակի չեմ բանանում հիմա, որ կարդանք միայն այս համարը։ 36 Երեմիայի մարգարեություն։ Եվ երկնքի 4 կողմերից եղամի վրա պիտի բերեմ 4 հողմերը եւ նրանց պիտի ցրեմ դեպի այս բոլոր հողմերը։ Եվ ազգ չի լինելու, որի մոտ չգնան եղամի դատաստանները։ Այսինքն ուժեր են ինչ-որ Աստված օգտագործում է իր դատաստանը բերելու համար։ Հա, տենց հասկանանք քամիները որպես ուժեր, որոնք որ Աստված օգտագործում է վերահսկելու ու շատ անգամ այո, դատաստանը բերելու համար։ Ու մեծ ծովը արդեն ասեցի, կարող ուղղակի լինի մեծ ինչ-որ ջրային զանգված, կարող միջերկրական ծովը լինի, ես իմ կյանքը չեմ դնի այդ մեկնության համար, որ մեկն էլ որ լինի, ու բայց հետաքրիր է սա ու Եսայի 57:20-ը մեկ էլ էլի։ Ու եբրայական մտածողության մեջ մենք գիտենք ծովը վտանգավոր էր ու խորհրդավոր էր ու անհանգիստ էր, ինքը տարերք էր համարում։ Սաղմոսներում հիշում եք Լևիաթանի մասին, երբ որ խոսակցություն է գնում, որտեղ է ապրում Լևիաթանը, ինքը ջրերի մեջ է ապրում։ Ինքը վախենալու տարածք է, խորն է, ջրերի խորքից ինձ հանեցիր կամ փրկեցիր։ Ինքը մի հատված է, որտեղ որ մարդը վախենում է, ինչի՞ համար, որտեղ այդտեղ իշխանություն չունի ինքը։ Ինքը, չգիտեմ, այդտեղ մութ է, խորն է, քո վերահսկողությունից դուրս է։ Ու շատ անգամ այսպիսի տարերքի հետ նույնականացում է Աստվածաշնչում ծովը, բայց մենք պետք է հասկանանք, որ Տիրոջ զորությունից վեր չի։ Ու երբ որ Հիսուսը Մարկոսի ավետանում հանդարտացնում է ծովը, չէ, ինքը ուզում ասի, որ ես ձեր վախերից մեծ եմ։ Այս հատվածը կարդանք էլի Եսայում։ Եսայի 57:20։ Բայց ամբարիշտերը նման են աղեցուկ ծովի, որը չի կարող հանդարտվել եւ որի ջրերը թեյ ու ցերն են դուրս։ Այսինքն ոչ միայն հրեական մտածողության մեջ ինքը վտանգավոր բան էր, այլ նաեւ ինքը խորհրդանշում էր ազգերին, հեթանոս ազգերին ծովը։ Ու եթե մենք այս նույն ձևով հասկանանք, որ Տիրոջ զորությունից վեր չէ, նշանակում է, որ Տերը մեր գրքի հիմնական թեման, շատ եմ կրկնել։ Աստված իշխում է ազգերի վրա, ու ինքը պատմությունից առանձին չի, ոչ էլ ինչ-որ պատմական թագավոր կարող է իրանից, հա, ինչ-որ, այսպես ասեմ, հանկարծակիի բերել Աստծուն, հնարավոր չի դա։ Մենք տեսնում ենք, որ Աստված է բերում այս ամեն ինչը։ Ու կարևոր է հասկանալ, որ այս խորհրդանշական
այս գազանները, որ դուրս են հիմա գալու, իրանք ուղղակի խորհրդանիշեր չեն, իրանք վախ առաջացնելու համար են։ Ու այս խորհրդանիշերը ազդում են ոչ միայն բանականության վրա, այլ նաև մարդու ենթագիտակցության վրա։ Բաբելոնում այս կենդանիներով Աստված ներկային, հենց այս կենդանիներով։ Չգիտեմ, մարդու մարմին առյուծի գլուխ կամ մի խոսքով առյուծի մարմին մարդու գլուխ, այսպիսի sense կիսանդրիով քաղաքներ էին խորհրդանշվում կենդանիներով, բայց դա սովորական բան էր այդ մշակույթի մեջ, բայց մովսիսական օրենքով ապրող Հելիայի համար դրանք զզվելի պատկերներ էին, որտեղ իրենք խորհրդանշում էին կռապաշտությունը, այո։ Ու Դանիելը երբ որ սա տեսնում է, ինքը դրական ձևով չի սա նկարագրում։ Ու այս 4 թվի խորհրդանշական նշանակության մասին խոսենք։ Եթե այստեղ հարց է առաջանում, եթե տեքստում իրար կողք ներկայացվում են 4-ը քամի, մեկ էլ ներկայացում է 4-ը գազան։ Եթե վերցնենք, որ 4-ը քամին նկատի ունի ամբողջականություն, հա, երկրագնդն է խոսում։ Սա առաջացնում է հարց, 4-ի խորհրդանիշը վերաբերում է 2-ին էլ, թե մենակ քամուն։ Այս 4 գազաններն էլ տենց հասկանանք որպես իշխանություն ամբողջ պատմության մեջ, թե որպես անհատական կայսրություններ։ Սա էլի լուրջ հարց է, որ քննադատական տարբեր մոտեցումներ է առաջացրել։ Ու եթե 4 քամիները ներկայացնում են բոլոր ուղղությունները, այսինքն ամբողջ աշխարհը, ապա հնարավոր է, որ 4 գազաններն էլ նույնպես ներկայացնեն աշխարհի բոլոր ժամանակներում եղող անաստված իշխանություններին։ Բայց սա չի բացառի, որ դրանք ունեն կոնկրետ պատմական նույնականացումներ։ Պարտադիր չի, որ հա մեկը վերցնենք ու մեկը բացառենք։ Ու 4 գազանները, հա, մենք ինչ ենք տեսնում, առաջինը ծովից դուրս են գալիս գազաններ։ 4 մեծամեծ գազաններ ելան ծովից իրարից տարբեր։ Ու առաջինը առյուծեր, բայց սովորական չէր, հիբրիդ առյուծեր, արծվի թևերով էր ու ինչ է արծվի թևերը, հա, ինքը ուժ է, իշխանության խորհրդանիշ, հա, ազնվականություն է։ Առյուծն է վերցրած գազանների մեջից, հա, եթե վերցնենք դաշտի գազաններին, առյուծը, գիտեք, ջունգլիների արքա ենք ասում իրեն։ Արծիվն էլ օդում է իշխում, չէ՞։ Երկու կենթանական աշխարհեն իրենցից ուժեղ կան, օրինակ փիղի, պարզ է առյուծից ուժեղ է, բայց իր այդ արիականության համար, այո, ինքը արքա է իր քաջ լինելու համար, մի խոսքով։ Նույնն էլ արծիվը երկնքում։ Ուրեմն այս կենթանին երկուսի խառնուրդ է։ Արծիվ ու առյուծ։ Ճիշտ է, իրենց հետո գալու է արջ։ Արջը մեծ է, զորավոր է, բայց ինքը միևնույն է արջ է, էլի, արջը մնում է արջ։ Ինքը հա առյուծ չի ու առավել եւս արծիվի թևեր չի կարող ունենա։ Իշխանություն ուժ է նշանակում։ Մենք հաստատ կարանք ասենք, որ սա Բաբելոնն է խորհրդանշում։ Եթե հիշում եք, ասեցի, չէ, երկրորդ գլխի հետ շատ զուգահեռներ կան։ Որ արձանի մասին մենք տեսանք տեսիլքը։ Ու խորհրդանշում է Բաբելոնը, բայց անձնավորված կերպով համեմատվում է Նաբուգոդոնոսորի հետ, որ խնդրեմ կբացես Երեմիա 49-ի 19-ից 22-ը։ Երեմիա 49-ը 19-ից 22-ը։ Ու 9։ Սա հետաքրքիր է շատ, որովհետև մենք հեսա տեսնելու ենք հետագա գլուխներում, որ ինքը Երեմիայի մարգարեությունը շատ է սիրում կարդալ Դանիելը։ Երեմիան էլ էր գերության մեջ, իդեպ ասեմ, մի քիչ տարիքով մեծ էր Դանիելից։ Ու հենց Նաբուգոդոնոսորն է համեմատվում այս արծվի հետ։ Այո, Բաբելոնյան կայսրությունն է սա, բայց հիշեք, որ Դանիել ասում է այդ ոսկե գլուխը դու ես հենց։ Հորդանանի թավուտներից այլոցի պես պիտի բարձրանա ապահով Կարախի դեմ, որովհետև նրան ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից։ Եվ ով է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ով է ինձ նման, եւ ով պիտի նշանակի իմ ժամանակը, ով է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։ Ուրեմն լսեք Տիրոջ խորհուրդը, որ խորել է Եդոմի դեմ, եւ նրա մտածությունները, որ մտածել է Թեմանի բնակիչների դեմ։ Նրանց հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։ 22-ն էլ։ Նրանց անկումի ձայնից երկիրը պիտի դողա, նրանց ահավաքի ձայնը մինչև կարմիր ծովը կլսվի։ Ահա արծվի նման կբարձրանա, կթռչի եւ իր թևերը կտարածի Բոսրայի վրա։
Այդ օրը Եդովմի մարդիկները սիրտը երկնքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի։ Տեսակ չէ ինչ պատկեր էր։ Առյուծի պես կգա, արծվի պես թևերով վեր կբարձրանա։ Եթե ես ուղղակի չեմ ուզում առանձնացրել այդ հատվածը։ Գլուխը եթե ամբողջությամբ կարդաք, այդտեղ Նաբուկոդոնոսորի անունը չեմ հիշում, որ համարում էր, չեմ առանձնացրել։ Հստակ նշվում է, որ դա Նաբուկոդոնոսորն է։ Համ առյուծի անալոգիան կա, համ արծվի անալոգիան կա։ Ու տեղել ինքը թևերով վեր է բարձանում։ Խի որտեվ ինքը գրավում է, ինքը փառավոր կայսրություն է։ Մենք շատ ենք խոսացել Նաբուկոդոնոսորի մասին, չեմ ուզում կրկնվեմ։ Ինքը շինարարության մարդ էր, սիրում էր մենակ ոչ թե գրավել, այլ ծաղկեցնել։ Ինչևից է։ Դա համար ինքը առյուծ էր ու արծվի թևերով։ Բայց այդտեղ հետաքրքիր բան կա։ Բացի Երեմիայի մարգարեությունը, ինչի համար ենք ասում։ Սա ու նայեք ինչ հետաքրքիր արտահայտություն կա։ Նայում էի, մինչև որ նրա թևերը պոկվեցին։ Եվ նա վեր բարձրացվեց երկրից եւ մարդու պես ոտքերի վրա կանգնեցվեց ու մարդու սիրտ տրվեց նրան։ Այս ինչ արտահայտություն է մարդու սիրտ տրվեց նրան։ Հիշում եք այս արտահայտությունը։ Այո։ Թևերը կտրվեց, կարանք նմանացնենք այն, որ իր բանականությունը վերցվեց իրենից։ Հետո ոտքերի վրա կանգնեցվեց, մարդու միտք տրվեց։ Կարճ կերպով նկարագրում է Նաբուկոդոնոսորի արշավանքները, հաջողությունը, հպարտությունը, անկումն ու վերականգնումը։ Այս մի համարի մեջ։ Ուղղակի այս ամեն ինչը, որ մենք սենց երկար բացատրում ենք, ինքը սիմվոլիզմի մեջ սենց խիտ կերպով ներառած է։ Ու մենք պետք է հիշենք երկրորդ գլուխը, մեզ այնտեղ հստակորեն ասում է, որ Նաբուկոդոնոսորը բաբելոնյան կայսրությունը իրենք ոսկե գլուխն են, հա, ու այս կօգնի մեզ բացել Դանիել 7-ի մնացած մասը ու դրանից բխող ամեն ինչ։ Ու ինչպես երկրորդ գլխում ենք տեսնում, որ ոսկուց հետո ի հայտ են գալիս էլի թանկարժեք մետաղներ, բայց ոչ այնքան թանկ, որքան ոսկին։ Այնպես էլ ստեղ իրենից հետո գալու են էլի հզոր կենթանիներ, բայց ամեն դեպքում առյուծ չեն լինելու։ Ինչպես մենք ասում ենք, որ ոսկին չէ, թագավորական մետաղ է, տենց էլ առյուծն էլ ջունգլիների թագավորը։ Այս անալոգիան է գործում։ Ու եթե Նաբուկոդոնոսորը ոսկե գլուխն էր այնտեղ երկրորդ գլխում, ապա կարելի է բավականին վստահորեն ասել, որ առաջին գազանը, այս առյուծը նույնպես Նաբուկոդոնոսորն է։ Երկրորդ գազանը, տեսեք իր հատկանիշները։ Արջի նման մի կողմով բարձրացված, ինչի նկատի ունի, որ մի կողմով բարձրացված, տարբեր, հա, կարելի է բաներ ասել, իմ կարծիքով հարձակման պատրաստ է դիրքն է, չգիտեմ, մի թաթը վերև, պատկերացրեք ուղղակի էլ ինքը ինչ ա ուզում ասի։ Հարձակման պատրաստ, 3 կողոսկրեր կան իր բերանում։ Սրանք նախորդ զոհերից են մնացել, հա, կերել է 3 ինչ որ բան ու իր բերանի մեջ կան այդ 3 ոսկորները։ Այսինքն ինքը ագրեսիվ կայսրություն է, ընդհարձակվող կայսրություն է խորհրդանշում։ Ու ով է սա? Մանրապարսկական կայսրությունն էր, հա, իդեմս Կյուրոս մեծի։ Ով որ գրավեց շատ հեշտությամբ Բաբելոնը։ Ու այս 3 արջը, որ իր բերանում ունի այս 3 ոսկրերը, ինքը հզոր էլի իշխանություն է խորհրդանշում։ Այս 3 կողոսկրերը կարա շատ հանգիստ նշանակի Եգիպտոս, Սիրիա, Բաբելոն, իր 3 ամենամեծ հաղթանակները, որ ունեցավ միանգամից։ Շատ ակնարկներ, շատ հղումներ կան պատմությանը, որ արդեն մեր համար տեղի ունեցած իրադարձություն են։ Բնականաբար այս ժամանակ, երբ որ գրվում էր, երրորդ գազանից սկսած արդեն, հա, հələ սրա կեսն էլ հետը։ Այդ ամեն ինչը հələ չէր եղել, բայց մեր համար այս ամեն ինչի մեծ մասը արդեն պատմություն է։ Ու արջը կենթանի է, հզոր կենթանի է, ու բայց այնքան հզոր չի, ոնց որ առյուծը, ոնց որ այն ժամանակ էինք տեսնում, երբ որ արձանի երկաթ, այսինքն մետաղները գնալով իրենց ազնվությունը կորցնում էին։ Ու այս արջը, հա, գիտենք, որ ով է, մանրապարսկական կայսրությունը։ Մենք տեսնում ենք էլի ինչ, որ ասում է վերկաց ու շատ մարմին կեր։ Ուղղակի չեմ ուզում շատ խորանամ այս Կիրակի օրվա նյութի մասին, այս Կիրակի խոսելու ենք Եսայի 41-րդ գլուխն ենք արդեն հասնում։ Այնտեղ շատ բան կա Կյուրոս մեծի մասին, պարսկական կայսրության մասին, ու այն մասին, թե Աստված իրեն ինչ կերպով է օգտագործում, որ ինքը նենց արագ է գրավում, որ
այստեղ անգամ sense մի բան կա, արտահայտություն կա Դանիելի մեջ հենց 8-րդ գլխում, որ ասում է ինքը նենց արագ էր գնում, անգամ ոտքերը գետնի չէր կպնում։ Այդ հենց արագությամբ գրավում էր։ Ու ասում է վերկա շատ մարմինք էր, սա հասկանալի է, տարածվում է իր կայսրությունը։ Ու երրորդ գազանն ենք տեսնում։ Երրորդ գազանը սենց հետո նայում էի, ահա մի այլ գազան, ինձի նման, իմ մոտ ինձ է գրած, ինքը հովազն է, հա, լեոպարդ, որ ասում են, հովազ։ Ու հովազի նման ունի 4 թև։ Ունի 4 թև, արծվի չի, բայց 4 թև ունի։ Որը խորհրդանշական է արագության, միգուցե, որտեվ ինքը շատ արագ տարածեց իր էլի կայսրությունը։ Հիմա կտեսնենք ում մասն է խոսքը։ 4 գլուխ, այսինքն հնարավոր է խոսում է վերահսկողության մասին, հա, ամբողջական վերահսկողության մասին։ Ու բնականաբար, եթե մենք այն երկուսի մասին վստահ ենք, գիտենք, որ սա էլ Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունն էր, հունական կայսրությունն էր։ Ու այս թևերը խորհրդանշում են իր արագ նվաճումը ու 4 գլուխներն էլ ոչ միայն այդ տարածվածությունը, այլ նաև մենք պատմությունից գիտենք, որ իր մահից հետո 4 զորավարների կողմից վերցվում է իր կայսրությունը։ Ժառանգ չի լինում այդ պահին, հա, չափահաս 4 զորավարներ վերցնում են ու հունական կայսրությունը բաժանվում է այդ 4 զորավարների կամ գեներալների մեջ։ Ասում է այստեղ 4 գլուխ ուներ։ Պատկերացրեք Դանիելը կանգնած է 500-ական թվականներին մեր թվարկությունից առաջ։ Տեսնում է 300-ի սկզբերը։ Մոտապես 200 տարի առաջ տեսնում է այս ամեն ինչը ու ասում է, որ իշխանություն տրվեց նրան 6-րդ համարում։ Ամենավերջում։ Այսինքն այստեղ ինքը համ այս սարսափելի պատկերն է տեսնում։ Ծով էր, քամի էր, մեջից գազաններն էին դուրս գալիս։ Ամեն աստվածային մխիթարություն է գալիս, որ այս իշխանությունը տրված է իրանց։ Իրանք ինքնուրույն չեն գործում այս պատմության մեջ։ Ու այստեղ ամենասարսափելի ու վատ գազանն է գալիս, ահեղ, հա, չափազանց ուժեղ։ Ուշադիր եղեք, ճիշտ է, հիբրիդներ էին այն նախորդ գազանները, բայց իրանք մեր իմացած գազաններն էին։ Բայց այս գազանը ուրիշ գազան է, ինքը չի ասոցացվում ինչ որ, հա, ոչ երկրի վրայի գազանի, հա, նկատի ունեմ դաշտային, ոչ էլ օդային, ուրա թռչուն չի ինքը, ոչ էլ թռչուն է։ Ինչ է, ահեղ, սարսափելի, ունի երկաթե ատամներ, այս երկաթե ատամներ, որ ասում է, ինչ կարող ենք հիշել երկրորդ գլխից։ Մենք տեսանք, չէ, որ վերջինը հռոմեական կայսրությունն էր։ Ու ինքը խառնած էր կավը երկաթի հետ ամենաներքևում, վերևն էլ երկաթ էր, այո։ Պետք է շատ ուշադիր լինենք այս արտահայտություններին, մարգարեական գրականության մեջ իրանք ակնարկներ են կոչվում։ Ինքը պարտադիր չի քեզ։ Օրինակ հայտնության գիրքը ոչ մի հատ մեջբերում չունի 5 կտականից, ոչ մի հատ։ Օրինակ Մատթեոսը հենց բացվում է, ասում է, սա եղավ, որ լինի սա։ Ու միանգամից մեջաբերում Եսայի մարգարեություն։ Ահա 7-րդ գլուխը, 9-րդ գլուխը, շատ գլուխներ են մեջբերում։ Հայտնության գրքում ոչ մի հատ մեջբերում չկա, բայց հայտնության գիրքը ամենաշատ 5 կտակարանի վրա հենվող գիրքն է նոր կտակարանի մեջից։ Սա շատ մարդ չգիտի, որտեվ մարդիկ ուղիղ մեջբերում են մանգալից։ Բայց եթե դու կարդում ես, հենց սկզբից ասում է, որ 7 ճրակակալներ կան։ Գնաց քեզ տարավ Զաքարիայի մարգարեությունը, այնտեղ ճրակակալների մասին կա։ Շատ բաներ կա, վկաները, շատ հենց ամենասկզբից խոսվում է ակնարկներով ու այդ բառը, որ ինքը ասում է, ես եմ առաջին ու վերջին, Եսայի 44-ն է միանգամից մտքիդ գալիս, 41-ն է մտքիդ գալիս, 45-ը ու սենց շատ բաներ կա, որ ինքը ուղիղ մեջբերում չկա, բայց ակնարկներ կան, որ արտահայտություններով դու կարող ես կպցնել իրար։ Ու այստեղ այս արտահայտությունը, որ երկաթե ատամներ կան, հիշեցնում մեզ երկրորդ գլխի տեսիլքը։ 10 եղջյուր կար։ Այստեղից էլի շատ սկսեց բարթանալ մեր տեսիլքը, մեկնաբանական իմաստով բարթանալ։ Իմ համար բարդ չի, բայց որ ցած նայում քրիստոնեական աշխարհում ինչքան պատկերացումներ կան, բարդ է։ Ու շատ մարդիկ, ովքեր ուսումնասիրում են տարիներով, ասում են, հա, դե արդեն հեշտ է, ասում են իրենց տեսակետը, հետո որ դնում ես իրար կողմ, պարզվում է, որ չեն համակցում այդ բոլորի ասած այդ հեշտ մեկնությունները։ Ու 10 եղջյուր ուներ, եղջյուրները մենք էլի, ես Աստվածաշնչով եմ նայում խորհրդապատկերներին։
իրանք իշխանություն են խորհրդանշում։ Զաքարիայի մարգարեություն 1:18-ից 21։ Շատ կա այսպիսի հատվածներ։ Ուղղակի սա մի հատված էր, որ կարող ենք մենք նայել, որտեղ եղջյուրը իշխանության մասին է։ Եթե մի բանի եղջյուրը ջարդում ես իշխանության կենթանական աշխարհում, կներեք, իր ուժը գնում է իրան, ինքը չի կարող կռվի։ Բացի այս բնական անալոգիան, մենք ունենք սուբգրային, հաստատում այդ հատվածում Զաքարիա 1:18-ից 21 ու 10-ի մասին է պետք խոսալ։ 10-ը կարելի է հասկանալ որպես գերբնական ուժ, գերազանց ուժ, ոչ թե հենց 10-ը ֆիզիկական եղջյուրներ։ Եթե եղջյուրը խորհրդանշում է ուժ, 10-ը միգուցե խորհրդանշում է, որ շատ ուժեղ է։ Միգուցե խորհրդանշում է, որ այդ ուժը իր մեջ ունի 10 առանձին կայսրներ, որոնք կամ եղել են, կամ պետքա գան, կամ կեսը եղել են, կեսը պետքա գան։ Պատկերացրեցիք, ինչքան արդեն մեկնաբանական դժվարություններ առաջացավ։ Ու այս հերիք չի 10 եղջյուրից փոքր եղջյուր է առաջ գալիս ու նայեք, այս եղջյուրները կարան, ես դեմ չեմ, կարան բնականաբար գազանը խորհրդանշում է հռոմեական կայսրությունը։ Ու այս 10 եղջյուրներն ու փոքր եղջյուրը հետո առաջ եկած կարող է ներկայացնել կայսրերի կամ թագավորների, որոնք կառավարել են Քրիստոսի ժամանակահատվածում, երբ որ Աստծո թագավորության քարոզը գնում էր երկրագնդի վրա։ Մենք հիշում ենք քարը որտեղին հարվածեց, չէ՞, երկրորդ գլխում եկավ ու ոտերին հարվածեց։ Ու հնարավոր է մարդիկ եղել են, որ փորձել են անուններ տալ ամենաչար կայսրերից սկսած, մտածել են սա որ կայսրն է, որտեղ համընկնում, բայց պետքա գոնե առաջի դարի մեջ տեղավորացնել այս 10-ը։ Մի ուրիշ տեսակետով ասում են, չէ, ուրեմն այս վերջի, սենց բանել ասեմ։ Ասում են, որ վերջում Հռոմը էլի կամ ինչ որ սիմվոլիկ Հռոմի պես ինչ որ կոալիցիա է ձևավորվելու ու ըտեղից են 10 թագավորներ դուրս գալու կամ 10 թագավորությունների միավորում է լինելու, որը որ բերելու է հակաքրիստոսի գալուստին ու նոր հետո վերջը կգա։ Այսպիսի բազմազան մեկնություններ։ Ես չեմ մտածում այդպես, ես մտածում եմ իմ խոնար կարծիքով, որ սա խոսում է ուղղակի, որ ինքը շատ հզոր կայսրություն էր, կարող մեջը 10 թագավոր լինի, 10 կայսր լինի, կարող 15 լինի։ Չեմ ուզում նույնականացնել, որտեղ Հովհաննեսը ասում է, որ շատ ներեր են արդեն եկել ու այս ամեն ինչը ինքը գրում էր 2000 տարի առաջ։ Ու փոքր եղջյուր է բարձանում։ Ինքը փոքր է, բայց արմատախիլ անում 3 եղջյուր, եթե նայենք հատվածին։ Ինչ ունի իր հատկանիշները, բնութագիրները, մեծախոս բերան, ամբարտավանություն, հայհոյանք, չէ՞։ Սա մարդկային իշխանություն է, բայց գազանային բնույթով, բնականաբար։ Ու 7-ի 8-ում, եթե մենք նայենք, փոքր եղջյուրը բարձրանում է 10-ի միջից ու արմատախիլը անում 3-ը։ Սա ցույց է տալիս, որ իր իշխանությունը ծագում է նույն կայսրության ներսում, որի մասին այստեղ խոսում ենք, այդ նույն գազանի, այդ սարսափելի տեսքով գազանի մասին, որ խոսում ենք, դրա ներսում է ծագում իր իշխանությունը, ոչ թե արտաքինից է գալիս։ Ու դրա համար շատ բարեկարգյալ մեկնիչներ էլ ասում էին, որ սա Հռոմի կաթոլիկ պապական համակարգն էր։ Մինչև հիմա էլ այդպիսի ասողներ կան։ Ինքը շատ հետաքրքիր տեսակետ է, ես ոչ մի բան չեմ կարող ասեմ դրա հետ կապված, ուզում եմ քննադատեմ, ոչ էլ պնդեմ, ես չեմ հաստատի դա հիմա, բայց ես հասկանում եմ ինչի համար են իրանք դա ասում։ Ու այսինքն, եթե Հռոմի կայսրությունը քանդվել է, չէ, ինչ է մնացել դրանից հետո։ Պապական համակարգներ, որը միջնադարերում մենք տեսնում ենք ինչ էր անում ավետարանի հետ, ու հասկանում ենք, որ ռեֆորմատորները դրան նայելով բնականաբար տենց պետք է եզրակացնեին։ Ու կասկած չկա, որ սա նույնականացում է հռոմեական կայսրության հետ։ Ուղղակի այստեղ հարցը ուրիշ է, որպես Աստծո ժողովրդի դեմ կանգնած աշխարհիկ իշխանության, ցենց գագաթնակետն է Հռոմի կայսրությունը։ Բայց գազանը միաժամանակ խորհրդանշում է աշխարհիկ իշխանության ամբողջ համակարգը, որը ըստիս շարունակվում է եկեղեցական ամբողջ դարաշրջանում, ոչ թե մենակ կոնկրետ մի հատվածում։ Ունի մեծախոս բերան, նկարագրում է հայհոյակ, ինքը իրեն աստվածայինից բարձրացնող բան կարողացաք, չէ՞, արդեն ասոցացնեք Թեսաղոնիկեցիների նամակի հետ, երբ որ Պողոս առաքյալը խոսում է անօրինության մարդու մասին, հնարավոր է, ինչու ոչ։
Սա հիշեցնում է այն իշխանություններին, որոնք իրենց վեր են դասում Աստծուց կամ պահանջում են բացարձակ իշխանություն։ Այլ խոսքերով ասած, ես դեմ չեմ, որ վերջում մեկը կգա ու իրան վեր կբարձրացնի, բայց ես ասում եմ, սա ամբողջ եկեղեցական դարաշրջանում հակաքրիստոնեական իշխանությունն ախի, որովհետև մենք շատ այսպիսի մարդիկ ենք տեսել, որոնք իրենց փորձել են Աստվածայինից բարձրացնել ու անգամ առաջի դարում Դոմիցյանն էլ է տենց բան արել։ Հիմա որ մեկն է։ Ստեղ տեսնելու ենք, որ Անտիոքոս 4-ն էլ է տենց բան արել։ Հիմա Անտիոքոսներ, Ներոններ, Դոմիցյաններ, թե վերջում մեկն է։ Կարող է բոլորն են։ Կարող է դա համակարգ է, որը խոսում է Քրիստոսի հետևորդների ու հակաքրիստոնեական այդ գազանային իշխանության հետևորդների բախման մասին մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Այսպես, բայց մեկնությունով, որ գնում է 10 թագավորների անհատական կամ հա այդ ապագայական ընկալումով իրանք այսպես մեկնում են, որ սա կոնկրետ վերաբերում է վերջում մի հակաքրիստոսի, որ այսինքն դուրս է գալու ամենավերջում ու ինքը նստելու է վերջում տաճարում, հա, այսպես ասեմ։ Էլի շատ են տեսակետները, բոլորին չեն կարող անդրադառնանք, մեր ժամանակը արդեն լրանում է ու ես կասեի, սա ոչ միայն մի պատմական անձ է, այլ հակաքրիստոնեական իշխանության կերպար, որ տարբեր ձևերով արտահայտվում է եկեղեցու ամբողջ դարաշրջանում։ Հիշում եք Պողոս Առաքյալը առաջին Կորինթացիներում ասում է մեր վրա հասել է ժամանակների վերջը։ Սենց արտահայտություն կա, մեր վրա հասել է ժամանակների վերջը։ Հովհաննես ասում է սիրելիներս, գրում եմ ձեզ վերջի ժամն է, չի էլ ասում վերջին օր, վերջին ժամն է։ Ասում են շատ հակաքրիստոսներ են եկել։ Մի խոսքով շատ են այդ արտահայտությունները, որ այս պայքարը հակաքրիստոնեական իշխանության ու Քրիստոսի զավակների մեջ առաջի դարից մինչև հիմա գնում է։ Ու այս ամեն ինչ ինչ որ ասում եմ, բնականաբար չի բացառում, որ սա կարող է գագաթնակետին հասնի մի վերջին, ասենց ասեմ, ամենաչար, հա, հակաքրիստոսում, բայց ասում եմ, չի սահմանափակվում մի պատմական անձով, որտեվ շատ մենք մարմնացումներ ունենք։ Բայց այո, վերջում պետք է լինի մեկը, որ այս ամեն ինչը ոնց որ կնայես այս հետին մարդկանց ու սրանք ոնց որ ասած խաղոպար կլինեն իր դեմ, ինչ որ ինքը չգիտեմ ինչ պետք է անի։ Ու 7:21-ում նշվում է, որ այս եղջյուրը պատերազմում է սրբերի դեմ ժամանակավորապես իրեն հաղթելով։ Սա բնորոշ չի ամբողջ եկեղեցու դարաշրջանին։ Եթե վերցնենք այն տեսակետը, որ սա աշխարհի վերջում 7 տարի է լինելու, այս ամեն ինչը մենակ այդտեղ է սահմանափակվում, բայց եթե վերցնենք, որ ինքը պատերազմում է սրբերի դեմ, հասկանալով սրբեր ոչ թե հրյաներին, այլ սրբեր մեզ, որտեղ նոր կտակարանը բազմիցս նշում է Քրիստոսի եկեղեցուն սրբեր, հասկանում ենք, որ սա հակաքրիստոնեական իշխանություն է, որը որ գործում է քրիստոնյաների դեմ։ Ու մենք տեսնում ենք, որ 7-9-ից 11-ում, որ այս անգամ չենք նայելու, տեսիլքը միանգամից, երբ որ գազանը խոսում է, տեսիլքը տեղափոխվում է երկինք։ Փոքր եղջյուրը դեռ խոսում է, այսպես էակը փոքր եղջյուրը դեռ խոսում է, երբ Աստծո գահը հաստատվում է ու դատավճիռը կայացվում է իր դեմ, իր խոսալու ժամանակ։ Ինչ է սա նշանակում, որ այս խորհուրդը սկսած Քրիստոսի հարությունից գործում է մինչև իր երկրորդ գալուստը, քանի որ այն դուրս է եկել հռոմեական կայսրության ժամանակներից։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ եմ ուզում ասեմ, եթե սա մենակ վերջին տանես, ինքը խոսում է հելնելով այդ 10 կայսրություն, այդ 10 եղջյուրներից։ Հելնումա սկսում է մեծ բաներ խոսալ։ Իր խոսալու ժամանակ երկնքում գահերը դրվում են։ Այդ 2000 տարվա միջանկյալ տարածք չի երևում ստեղ։ Դրա համար եմ ասում, այն մարդիկ, ովքեր որ տենց են մտածում են, որ վերջում է այդ կոալիցիան լինելու, որ վերջի այդ 7 տարվա մեջ դա սահմանափակեն։ Բայց եթե այդ մեկնությունով գնաս հռոմեական կայսրության ժամանակահատվածում, երբ որ Քրիստոսը եկավ, անմիջապես հունական կայսրությանը հաջորդող, այդ ժամանակահատվածով իրանց մեջից երբ որ դուրս է գալիս գազանը, այս փոքր եղջյուրը սկսում է խոսալ։ Ու երբ որ խոսում է, գահերը դրվում են իր խոսալու ժամանակ։ Սա եկեղեցական դարաշրջանն է, ես sense կառաջարկեմ։ Ու այս դատաստանը ներկայացնում է Քրիստոսի վերջնական հաղթությունը ու ունի իր արմատները իր համբարձությամբ ու թագավորական իշխանությամբ ու իր լիակատար իրականացումը բնականաբար կունենա իր երկրորդ գալուստով։ Ու մենք տեսնում ենք, որ աշխարհի տիրակալները սարսափելի են
պատմությունը գնալով սրվում է ու բայց միևնույնն է Քրիստոսը իշխում է, Քրիստոսը իր ժողովրդի հետ է ու այն ինչ որ մարդիկ ունեն, հա, լավատեսական մարդ արարածի հետ կապված, որ չգիտեմ, տեխնոլոգիական զարգացում են տեսնում, ասում են ինչ լավ է, չէ, բայց մենք այդտեղ չենք տեսնում տենց բան։ Ամեն հաջորդող գազանը ավելի վատն է։ Կարող է մենք ունենք տեխնոլոգիական առաջընթաց, բայց արդարության, մարդու լիակատարության, այդ նմանատիպ ոլորտներում մենք չունենք առաջընթաց փաստորեն։ Բայց այս ամեն ինչի մեջ մեր հույսը այնա, որ Աստված իշխում է, Աստված զորավոր է ու այս գազանները իր ծրագրից դուրս չեն։ Եթե նայեք հիմա էլի միևնույնն է, մենք Աստծո հսկողության տակ ենք, եթե այն տեսակետը վերցնենք, որ սա լինելու է, հետո խնդիր չկա, բայց մենք էլի տեսնում ենք այդ մի գիծը, որ գնում է, որ մենք Տիրոջ ձեռքի տակ ենք։ Ոնց է լինի, երբ էլ այս 4 գազանը գործի, մեծ Տերը պահում է, մեծ Տերը հասցնելու է իր վերջնական թագավորությանը, որ իր դատապարտումը մենք արդեն հաջորդ անգամ կտեսնենք 9-րդ համարից սկսած։